Երկանկյունում այսօր կխոսենք արդեն իսկ եռակի օսկարակիր Շոն Պենի մասին, ավելի շուտ այն 6 ֆիլմերի մասին, որոնք նրան բերեցին այդ 6 օսկարի նոմինացիաները։ Շոն Պենը ծնվել է 1960 թվականին կինոյի մարդկանց ընտանիքում եւ այսպես ասած կարելի ասել, որ ինքը հենց սկզբից արդեն գործի մեջ է եղել։ Առաջին խոշոր դերը Շոն Պենը ստացել է 1982 թվականի Fast Times at Richmond High ֆիլմում, որտեղ նա մարմնավորում է կուլտային կերպար Ջեֆ Սպիկոլին։ Նա հայտնի սերֆեր այս ֆիլմում ու կարելի ասել այս կերպարը դարձել է 80-ական թվականների ամերիկյան պոպ կուլտուրայի անբաժան մասերից մեկը։ Այս ֆիլմում նա ինչպես եւ իր շատ հետագայի ֆիլմերում աչքի անգել մեթոդ acting-ով, այսինքն նկարահանումների ժամանակ նա խնդրել է, որպեսզի իրեն դիմեն հենց Սպիկոլի, որպեսզի նա դուրս չգա կերպարից ու շարժվել է, խոսել է եւ այս ամեն ինչ արել այդ կերպարի տեսակի շրջանակներում։ Շոն Պենն են դերասանն, ով 1987 թվականին էքստրաներից մեկին, այդ մասովկայի անձնակազմից մեկին հարվածելու պատճառով 32 օր անցկացրել է բանտում, ինչը շատ զավեշտալի դեպք է կարելի ասել հայտնի դերասանների համար։ Բացի նրանից, որ Շոն Պենը սկսեց ստանալ բազմաթիվ հայտնի դերեր, նա միևնույն ժամանակ հայտնի էր նաև հոլիվուդյան կանանց շրջանակներում, այսպես նա ամուսնացավ Մադոննայի հետ, ում հետ բաժանումից հետո նա արդեն ամուսնացավ իմ շատ սիրելի դերասանուհի Ռոբին Ռայթի հետ, ում մենք շատ լավ հիշում ենք House of Cards սերիալից նրա այդ դաժան կնոջ կերպարը։ Շոն Պենը երկար տարիների ընկերություն է պահպանել հոլիվուդյան մետրներից մեկի Ռոբերտ Դե Նիրոյի հետ, ինչը շատ լավ երևում է նրանց համատեղ նկարներում, ինչպես նաև 2008 թվականին նա Օսկար ստացավ, ինչպես Դե Նիրոն նրան ողջունեց բեմի վրա, դա բավականին հուզիչ էր վաղեմի ընկերների հարաբերությունների համատեքստում, այսպես ասած։ Շոն Պենը շատ հաճախ աչքի անգնում իր մեթոդ acting-ով, դա այն դեպքն է, երբ դերասանները փորձում են ապրել կերպարի կյանքով ու իրենց առօրյան դասավորում են այդպես ու նկարահանման ժամանակ խնդրում են իրեն դիմել այդ անունով եւ այլն եւ այլն։ Այսպես ես Սեմն եմ ֆիլմում նկարահանվելու համար, որտեղ նա մարմնավորում է մտավոր սահմանափակ ունակություններ ունեցող Սեմ Դոուսոնին, նա երկար ժամանակ այցելել է մտավոր սահմանափակ ունակություններ ունեցող չափահաս մարդկանց այդ կենտրոններ եւ շփվել է նրանց հետ, որպեսզի հասկանա այդ մարդկանց կյանքը եւ նրանց կենցաղում տեղի ունեցող իրադարձություններ, իսկ Sweet and Low Down ֆիլմում, չգիտեմ հայերեն ոնց է լինում, քաղցր եւ անճոռնի Վուդի Ալենի ֆիլմում նրա մարմնավորած կերպարի համար նա մի քանի ամիս շարունակ սովորել է գիտար նվագել, որպեսզի ձեռքերը աշխույժ կարողանա շարժել կադրի առաջ։ Շոն Պենը նաեւ հայտնի է նրանով, որ ինքը մերժել է Քրիստոֆեր Նոլանին Dark Knight Սև ասպետը ֆիլմում Ջոկերի դերակատարման համար, ինչպես գիտենք, դերը հետագայում մեծ փառք բերեց Խիթ Լեջերին, նա մերժել այս դերը այն պատճառով, որ չի ցանկացել կրկին վերարտադրել այն դերը, որը մեծ հաջողությամբ իրականացրել է իր ընկերը, այս դեպքում նա արդեն նկատի ուներ Ջեք Նիկոլսոնին։ Բացի նրա այս տարբեր տարօրինակություններից, Շոն Պենը նաև աչքի է ընկնում մարդասիրական մեծ գործողություններով։ Կատրինա Փոթորկի ժամանակ, երբ այդ փոթորիկը քարոքանդ էր անում ԱՄՆ-ն, նա Նյու Օրլեանում հենց անմիջապես օգնել է մոտավոր 40 մարդկանց փրկությանը ջրից հանելու եւ տարբեր տեղերից նրանց փրկելու աշխատանքներին, իսկ երբ Հայիթիում 2010 թվականին այն ահաբեկիչ երկրաշարժը տեղի ունեցավ, նա հիմնադրեց CORE ոչ եկամտաբեր կազմակերպությունը ու այսպիսով փորձում էր օգնել այդ դժբախտության մեջ հայտնված մարդկանց։ Բացի սրանից նա մի փոքր ժուրնալիստական գործողություն է իրականացրել, նա 2016 թվականին Մեքսիկայի ջունգլիներում հանդիպել է մեքսիկացի հայտնի նարկոբարոն նարկոկարտելների այդ առաջնորդ Խոակին Էլ Չապո Գուսմանի հետ, ումից նա ինտերվյու է վերցրել իբր նրա համար դոկումենտալ ֆիլմ նկարելու համար, բայց հետագայում հենց մեքսիկական իշխանությունները երբ Գուսմանին բռնել են, ասել են, որ հենց նրա այդ ինտերվյուի շնորհիվ կարողացել են հետքը բռնել։ Այս իրադարձությունը սակայն ստվեր գցեց նրա անվան վրա, որովհետև հանդիպում ունենալ նարկոկարտելի առաջնորդի հետ Մեքսիկայի ջունգլիներում մի տեսակ տարօրինակ է այս մասշտաբի մարդու համար, բայց ինձ թվում է Շոն Պենին այդքան էլ չի հետաքրքրում այս ամենը, մարդը նույնիսկ կարող է ուղղակի ներկա չլինել իր երրորդ Օսկարի ստանալու իրադարձությանը եւ զբաղված լինել այլ գործողություններով։ Բացի նրանից, որ ինքը շատ լավ դերասան է, հիանալի դերասան է, նա նաեւ շատ ուժեղ ռեժիսոր է, ունի նկարած բազմաթիվ
Ну, բազմաթիվ չասեմ, մի քանի ֆիլմ, որոնցից հատկապես աչքի են ընկնում 2001 թվականի Ջեք Նիկոլսոնի մասնակցությամբ The Pledge խոստում ֆիլմը, որը Կաննի Պալմայի նոմինանտ էր, ինչպես նաև The Last Face 2016 թվականի ֆիլմը, որտեղ խաղում է Շարլիզ Տերոնն ու Խավիեր Բարդեմը։ Այս ֆիլմը նույնպես Պալմայի նոմինանտ էր, բայց կրիտիկների կողմից ու իմ կողմից էլ տենց բարձր գնահատականի չարժանացան։ Այս նրա մյուս ֆիլմը 2007 թվականին նկարահանած Into the Wild հայերեն չգիտեմ ինչպես կարելի ասել, վայրի պայմաններում ֆիլմը, որը իրական դեպքերի մասին է, ցույց է տալիս, թե ինչպես մարդը ցանկանում է դուրս գալ սոցիալական վիճակներից, հասարակությունից ու գնալ ապրել վայրի պայմաններում, սարերում, չգիտեմ, այս ֆիլմը իմ մոտ հաճախակի հուզմունք առաջացնում, երբ որ տեսնում եմ այդ բնության կադրերը, ոնց է մարդը միաձուլվում բնության հետ, դե իսկ ավարտը չասեմ ինչ է լինում։ Առաջին ֆիլմը, որի մասին ցանկանում եմ խոսալ, դա Շոն Պենի առաջին Օսկարի նոմինացիա բերած ֆիլմն է Dead Man Walking։ Հայերեն ասած մահապարտը քայլում է, ու շարժվում է առաջ, չգիտեմ։ Ֆիլմը, որը նկարահանել է Տիմ Ռոբինսը։ Ֆիլմը պատմում է երիտասարդ Մեթյու Պոնսլետի մասին, ով գտնվում է բանտում եւ սպասում է իր դատավճռին, որը ամենայն հավանականությամբ լինելու է մահապատիժ, երկու երիտասարդների դեռահասների բռնաբարության եւ սպանության համար։ Ֆիլմի սյուժեի ընթացքում Մեթյուն իր համար հոգեվոր առաջնորդ հանդրում քույր Հելենին, Sister Helen, չգիտեմ հայերեն տենց են ասում, մի անձնուհուն, ում հետ նա հանդիպումներ է ունենում, նրա հետ խոսակցություններ ունենում ու հենց խոսակցությունների եւ դեպքերի զարգացման ընթացքում նրանք փորձում են հասկանալ, թե ինչ է ի վերջո լինելու այս կերպարի զարգացման հետ եւ նրա վախճան ինչպիսին է լինելու։ Իդեպ այս ֆիլմում նրա խաղընկերուհին է Սյուզան Սերանդոնը, ով այս դերի համար, այս քույր Հելենի դերի համար արժանացել է իր միակ Օսկարին։ Նու այս ֆիլմն եզակի ֆիլմերից է, որտեղ լավագույն դերասան, լավագույն դերասանուհի ու լավագույն ռեժիսոր նոմինացիաներն են եղել ու լավագույն ֆիլմի տեխնատություն չի ունեցել այս ֆիլմը։ Սա Տիմ Ռոբինսի երկրորդ բանտային ֆիլմն է, առաջինը դե գիտենք բոլորիս հայտնի Շոուշենկից Փախուստ Շոուշենկից ֆիլմն է, որտեղ ինքը խաղում է, ոչ թե նկարահանել է, Էնդի Դյուֆրեյնի նրա մարմնավորումը։ Ասում են, որ հենց այս ժամանակ, երբ որ ինքը խաղում էր այս ֆիլմում, ինֆորմացիաներ ու մտքեր է հավաքել հենց այս ֆիլմի համար։ Հատկանշական է նաև, որ ֆիլմի համար երգ է գրել Բրյուս Սպրինգստինը, ով հենց երգը հենց այդպես էլ կոչվում է Dead Man Walking, ով ընդամենը 1 տարի առաջ նախորդ Օսկարին Ֆիլադելֆիա ֆիլմի համար գրել էր Streets of Philadelphia երգը եւ դրա համար Օսկարի էր արժանացել։ Շոն Պենի կերպարը Մեթյու Պոնսլետը ֆիլմի սկզբում կարելի ասել բավականին վանող եւ զզվելի պերսոնաժ է, ցինիկ, ինքը իր ամբողջ ուժով ցանկանում է ցույց տալ, որ ինքը մեղավոր չի ու այդ ամեն ինչ, որ իրեն վերագրում են, ինքը չի արել, բայց ֆիլմի ընթացքում նա անցնում է այդ մերժման իրավիճակին հարմարվելու եւ ի վերջո ըմբռնման ու հասկանալու ամբողջ այդ պրոցեդուրան, process-ը, ինչի արդյունքում էլ մենք տեսնում ենք, թե նա ինչպիսի կերպար է դառնում ֆիլմի ավարտին։ Ֆիլմն իրականում իմ վրա, երբ ես նայում էի ֆիլմը, շատ կլաուստրոֆոբիկ ազդեցություն է թողնում, որովհետեւ կերպարը միշտ գտնվում է իր խցում ու գիտենք, որ նրա վախճանը մոտ է ու դու հենց ուղակի չես կարողանում հետևել այդ ամեն ինչին, դու գտնվում ես նրա հետ հենց այդ բանտում, հենց այդ ճաղերի հետ հետևում ու այդ պատերի մեջ, չգիտեմ, բավականին սխմող ֆիլմ է ու բավականին անհարմարություն պատճառում շատ դեպրեսիվ ֆիլմ է իրականում։ Շոն Պենը ամբողջ ֆիլմի ընթացքում փորձում է ցույց տալ այս կերպարը Մեթյու Պոնսլետը փորձում է ցույց տալ, որ ինքը զոհ չի, այսինքն I'm not a victim միշտ ասում, այսինքն այս ամբողջ իրավիճակի, այս դատական համակարգի եւ այլնի ինքը այդ ամեն ինչի զոհը չի ու ինքն է ցանկանում վճռել իր կյանքը, բայց արդյունքում նա փոխվում է ու գնում է դեպի ֆիլմի ավարտը։ Ну, երևի թե այս ֆիլմի մասին այսքանը խոսանք, որովհետեւ փակագծերը շատ բացելը կարծում եմ այդքան էլ տեղին չի լինի։ Հա, ուղղակի ավելացնեմ, որ այս դերի համար ինքը Օսկարը պարտվել է Նիկոլաս Քեյջին Living Las Vegas, լքելով Լաս Վեգասը ֆիլմում նրա մարմնավորած կերպարին։ Երկրորդ ֆիլմը, որը Շոն Պենին բերեց Օսկարի նոմինացիա, դա Վուդի Ալենի նկարահանած Sweet and Low Down, հայերեն ասած քաղցր եւ անճոռնի ֆիլմն էր, որտեղ նա մարմնավորում է ջազի գիտարիստ Էմետ Ռեյին։ Այստեղ հետաքրքիր մի պահ կա, ֆիլմը մոքյումենթարի է, այսինքն երբ ֆիլմը նկարահանում են դոկումենտալ ոճով, այսինքն նրա մասին մարդիկ խոսում են, պատմում են, նստում ինտերվյուներ են տալիս, բայց այդ մարդն իրականում գոյություն չունի։ Հետաքրքիր է, որ այս ֆիլմը ոչ սցենարային, ոչ ռեժիսորի նոմինացիա չի բերել Վուդի Ալենին, բայց ֆիլմում
կնոջ կերպարն իրականացնող Սամանթա Մորտոնը, ով մարմնավորում է համր կնոջ հետի կերպարը, երկրորդական պլանի լավագույն դերասանուհու Օսկարի նոմինացիա է ստացել։ 1966 թվականի What's Up Tiger Lily ֆիլմից հետո սա երկրորդ ֆիլմն է, որտեղ Վուդի Ալենը խաղում է ինքն իրեն։ Ֆիլմը պատմում է 1930-ականների ջազ գիտարիստ Էմետ Ռեյի մասին, ով բավականին, այսպես ասած, կոլորիտային ու էքսցենտրիկ կերպար է։ Նա իր համար կուռք է համարում եւս մեկ այլ գիտարիստ Ջանգո Ռեյնհարդին, հանդիպում է գանգստերների հետ ու սիրահարվում է համր հետին, ում հետ նրա հարաբերությունները կարելի ասել բավականին մեր օրվա տերմիններով ասած բավականին տոքսիկ էին նրա կողմից։ Ֆիլմում նկարահանվել է նաև Ումա Թուրմանը, ով մարմնավորում է այսպես եւս մեկ այլ տարօրինակ կերպարի գրող Բլանշին, ով բավականին տարված է Էմետի այդ, չգիտեմ, նարցիսիստական կերպարով, բայց այդ ամենը նույնպես նրանց հարաբերությունները դեպի լավը չի տանում։ Մի փոքր խոսամ Էմետ Ռեյի կերպարի մասին։ Ինքը բավականին նարցիսիստիկ ու ինքնահավան անձնավորություն է, իրեն ամբողջ ֆիլմի ընթացքում պահում է որպես այս կյանքից ամեն ինչ հասկացող անձնավորություն, բայց այդ ամեն ինչի տակ նա թաքցնում է իր ոչ հասուն լինելը ու էմոցիոնալ ոչ կայունությունն ու անինքնավստահությունը։ Էմետը շատ վատ է վերաբերվում իր ռոմանտիկ պարտներներին, նույնիսկ նրանց ում ինքը իսկականից սիրում է, ու այդ իսկ պատճառով նրանց հարաբերությունները շատ հաճախ մտնում են դեպի փակուղի։ Էմետ Ռեյը իր զգացմունքները հիմնականում արտահայտում է երաժշտության միջոցով, ինքն իրեն համարում է երկրորդ ջազ գիտարիստը արդեն նշված Ջանգո Ռեյնհարդից հետո, բայց հարցը կայանում է նրանում, որ այս կերպարը ինքը իրականում վիրտուոզ երաժիշտ է։ Շոն Պենի Էմետ Ռեյի մարմնավորումը մեծ փառաբանման արժանացավ, որովհետև նա կարողացավ վերակենդանացնել 1930-ականների ջազ արտիստների ոգին։ Իր կառուցվածքով ու կերպարներով ֆիլմը որոշակի առումով հիշեցնում է Ֆելինիի La Strada ճանապարհ ֆիլմը, այստեղ ինքը բավականին նման է Էնթոնի Քուինի մարմնավորած Ձամպանոյի կերպարին, իսկ Սամանթա Մորտոնի մարմնավորած Խեցին բավականին նման է Ջուլիետտա Մազինայի Ջելսոմինային։ Երբ ես նայում էի ֆիլմը, բավականին այս Էմետ Ռեյին կերպարին նմանացրի վերջերս կինոթատրոններում դուրս եկած ու լավագույն ֆիլմի թեկնածու դարձած Մարտի Սուպրիմի գլխավոր կերպարին։ Եթե դեռ չեք նայեք, ձեզ ինձ թվում է բավականին նմանություններ կգտնեք Էմետ Ռեյի ու Մարտի ոնց էր Մաուզերի միջև։ Վերջում ուղղակի ավելացնեմ, որ Օսկարում Շոն Պենը պարտվեց բոլոր ժամանակների լավագույն դերերից մեկին Կևին Սպեյսիի մարմնավորած դերին American Beauty ֆիլմում։ Երրորդ ֆիլմը, որը Օսկարի նոմինացիա բերեց Շոն Պենին, դա I Am Sam, Yes Sam-ն եմ ֆիլմը 2001 թվականի։ Միանգամից ասեմ, որ այս դերը Օսկարում ուղղակի շանս չուներ, որովհետև նա պարտվեց Training Day-ում Դենզել Վաշինգտոնի մարմնավորած կերպարին։ Ֆիլմը պատմում է Սեմ Դոուսոնի մասին, ով պայքարում է, որպեսզի կարողանա խնամակալություն ձեռք բերել իր 7-ամյա աղջկա Լյուսիի համար։ Ուղղակի այստեղ մի խնդիր կա, հարցը նրանումն է, որ Սեմը ինքը հասուն տարիքով հասուն անձնավորություն է, բայց նրա ուղեղը 7 տարեկանի նրա ուղեղի ինտելեկտը 7 տարեկան երեխաներից ավել չի։ Ֆիլմում խաղում է նաև Միշել Ֆայֆերը, ով այն advocate-ին, դատապաշտպանին է խաղում, ով պետքա օգնի Սեմին, որպեսզի նա կարողանա աղջկա խնամակալությունը վերցնել։ Կան տվյալներ, որ նկարահանումների ժամանակ տեսարանների մեծամասնությունը իմպրովիզացիաներ են եղել, որովհետև քանի որ Շոն Պենը բազմաթիվ այդ հիմնարկներից է գնացել ու ծանոթացել այդ մարդկանց հետ, ինքը արդեն իմացել է ինչը ոնց կարողանա անել, ինչը այդքան էլ գրված չի եղել սցենարում, կարելի ասել։ Նրա աղջկա Լյուսիի կերպարը այս ֆիլմում մարմնավորում է Դակոտա Ֆանինգ, ով որ թե երիտասարդ է փոքր տարիքում շատ հայտնի դերեր էր խաղում, եւ նա այս ֆիլմի համար դարձավ ամենաերիտասարդ դերասանուհին, ով SAG-ի Screen Actors Guild-ի նոմինացիա ստացավ, իսկ նրա ավելի փոքր քույրը Էլ Ֆանինգը այս ֆիլմում խաղում է նրա 2 տարեկան տարբերակին, այսինքն 2 քույրով, այսպես այս ֆիլմով նկարահանվել են։ Հայտնի է, որ այս ֆիլմում Միշել Ֆայֆերը ցանկացել է, որ լինի Շոն Պենը, ու նա հասել է դա դրանով հենց ֆիլմի ռեժիսորի շնորհիվ, Ջեսի Նելսոնի շնորհիվ, ով նրա ընկերն էր, կարելի ասել, որովհետև նա նկարահանվել է այն ֆիլմում Ռոբ Ռեյների նկարահանած Մեր պատմությունը ֆիլմում, որտեղ սցենարիստը հենց այս կինն էր, եւ այդ ֆիլմի ժամանակ նրանք ընկերացել են, ու նա խնդրել է, որ այնպես լինի, որ Շոն Պենը մարմնավորի Սեմ Դոուսոնին։ Մի փոքր կերպարի մասին, Սեմ Դոուսոնի մասին,
Չնայած իր մտավոր ու ինտելեկտուալ հնարավորությունների սահմանափակ լինելուն, այստեղ կա մի բան, Սեմը սիրում է իր աղջկան ու դա վեր է ամեն տեսակի սահմանափակումներից ու խոչընդոտներից։ Նրա ունակությունները, ընդունակությունները սահմանափակ են ու ֆիլմի ընթացքում նա շատ հաճախ իր հույսը դնում է իր նման կերպարների, իր ընկերների վրա, որոնք նույնպես ունեն այդ սահմանափակումները։ Այնտեղ կա մի հրաշալի տեսարան, որտեղ Լյուսիի համար կոշիկ պետք է առնի ինքը, ու երբ կասայի մոտ արդեն գտնվում այդտեղ նրա փողը չի բավականացնում ու իր այդ ընկերները բոլոր իրենց մանր դոլարներ են հանում ու նրան տալիս են, ու այսպես կասիրը այդտեղ նստած համբերատար սպասում է, թե ոնց են 10 քանի դոլար իրար գումարելու, որ այդ կոշիկ ինքը կարողանա առնել Լյուսիի համար։ Ֆիլմի ամենատխուր, այսպես հուզիչ պահերից մեկը այն պահն է, երբ նրա աղջիկը Լյուսին, ով արդեն 7 տարեկանից բարձր է, արդեն ինտելեկտուալ առումով արդեն ավելի է զարգանում, քան ինքը, չի ուզում լինել ավելի խելացի, քան իր հայր Սեմը, այնտեղ կա մի պահ, որտեղ ինքը գիրք է կարդում, ու այնտեղ մի դժվար բառ կա, ու այդ բառը ինքը չի ուզում կարդալ, որովհետև հայրը Սեմը այդ բառը չի կարողանում կարդալ, ու ինքն ասում է, որ եթե դու չես կարողանում այս բառը կարդաս, ուրեմն ես էլ չեմ կարդա։ Չգիտեմ, այստեղ բավականին սրտին կպնող պահ է։ Ի տարբերություն Սեմի, այստեղ Ռիտայի կերպարը ու մարմնավորում է Միշել Փայֆերը բավականին պրագմատիկ ու այսպես չոր կնոջ կերպար է, բոլորը նրան ճանաչում են որպես այսպես կոպիտ անձնավորություն կարելի ասել, բայց նա Շոն Պենի հետ, Սեմի հետ ունի երկու շատ հետաքրքիր տեսարան այս ֆիլմում։ Մեկը այն պահն է, երբ Շոն Պենը նրան ասում է, որ ես քո պես չեմ կարող լինել, այսինքն դու շատ ավելի ուժեղ ես, այսպես ասած կռուտո ես, կարելի ասել, իսկ ինքը այստեղ էմոցիոնալ ինչ-որ sense տապալման մեջ է գտնվում Միշել Փայֆերը ու ասում է, հա, ես այս տեսակ մարդ եմ, հենց այս տեսակներից են, որ իրենց ամուսինները դավաճանում են, գնում են ուրիշների մոտ ու ես ստիպված եմ այս իմ ուժեղ դեմքը հանել ցույց տալ մարդկանց, որ ցույց տամ, որ ես ուժեղ եմ։ Մյուս տեսարանն այն տեսարանն է, որտեղ այսպես ճաշարանում ինչ որ ֆուրշետի նման վիճակ է, որտեղ ինքը մանրակրկիտ փորձում է բացատրել Սեմին, թե ինչ պետք է անեն գործում հաղթանակ տանելու համար, ու այստեղ ինչ որ ուղղակի նա արտասանում է, որ կարևոր չի իրականությունը ոնց է, թե չգիտեմ ինչ այդ տեսակ ինչ որ պահա, բայց այստեղ Սեմը ուզում է ցույց տալ, որ այդքան էլ կարևոր չի, թե ինչ է իրականությունը, կարևորը հաղթեն։ Իսկ այստեղ Սեմը ասում է, որ իր համար շատ կարևոր է, թե օրինակ ինչ է իր մասին մտածում Ռիտան, ու այստեղ բավականին այսպես կարելի ասել կոնֆլիկտ է լինում նրանց մեջ, կարելի ասել երեխայի ու հասուն կնոջ մեջ, ինչը այսպես գրավում է նրանց շրջապատի մարդկանց ուշադրությունն ու այստեղ նույնպես էմոցիոնալ պահը կա։ Ճիշտն ասած, ֆիլմը նայելու ընթացքում բավականին շուտ եմ նայել, իմ մոտ բավականին կասկած է առաջացել այս կերպարի իրականության վրա, բայց այսինքն նա արդյոք կարող է լինել այս տեսակ այս կերպարը, ոնց եղավ որ նա երեխա ունեցավ, ֆիլմում երևում է այն պահը ոնց նա երեխա ունենում ու նրա մայրը թողնում է երեխային ու գնում է, բայց չգիտեմ, մի քիչ ուղղակի մարդ պետք է իրան համոզի, որ հավատա այս ամեն ինչին, բայց միգուցե ես սխալվում եմ, չգիտեմ։ Վերջապես հասանք այն ֆիլմին, որը Շոն Պենին բերեց նրա երկար սպասված առաջին Օսկարը, դա 2003 թվականի Կլինտ Իսթվուդի նկարահանած Mystic River առեղծվածային գետը ֆիլմն է, ու իմ սուբյեկտիվ կարծիքով սա 21-րդ դարի մեծագույն շեդևրերից մեկն է։ Ֆիլմում Շոն Պենը խաղում է նախկին գանգստեր, իսկ հիմա ուղղակի խանութի տեր Ջիմի Մարկումին։ Ֆիլմում հիանալի դերեր են բաժին հասել տարբեր դերասանների, այստեղ խաղում է նաև Տիմ Ռոբինսը, ով նույնպես ստացավ իր Օսկարը, Դեյվ Բոյլի կերպարի համար, ֆիլմում կան նաև Քևին Բեյքոնը, Լորենս Ֆիշբորնը, Մարշա Գեյ Հարդենը, Լորա Լինին ու փոքր դերով Էմի Ռոսը։ Ֆիլմի սյուժեն հետևյալն է՝ 19 տարեկան աղջկա սպանությունից հետո վերամիավորվում են մանկության 3 ընկերներ, մեկը նախկին գանգստեր Շոն Պենը, այսինքն Ջիմի Մարկումը, մյուսը մի դետեկտիվ, որին կերպարը մարմնավորում է Քևին Բեյքոնը, ու նրանց ընկերը, ով դժբախտ դեպքից հետո բավականին տարօրինակ է դարձել, ու կարելի ասել բոլորը կասկածում են այդ աղջկա սպանության մեջ, ու այս կերպարին մարմնավորում է Տիմ Ռոբինսը։ Ֆիլմն իր մեջ կրում է իմ սիրած ժանրի թրիլերի այն գլխավոր հիմնական հատկանիշներից մեծ մասը բավականին դեպրեսիվ է ու դու ամեն տեսարանին փորձում ես հասկանալ, թե ինչ է լինելու հաջորդիվ։ Թրիլեր ժանրին համապատասխան ոճով ամբողջ ֆիլմի ընթացքում կարելի ասել գալիս գնում են կերպարներ, այսպես սցենարիստները տանում բերում են կերպարների, որոնց վրա դու կարող ես կասկածել, հետո կասկածներդ փարատել, մյուսին կասկածել, այսինքն այս խաղը, մտավոր խաղը նայողի հետ միշտ կա։ Աղջկա մահվանից հետո
Ջիմի Մարկումը վերադառնում է իր գանգստերական անցյալին, դառնում է շատ իմպուլսիվ ու շատ դաժան ու պատրաստ է լինում սպանել, ոչնչացնել նրա դեմ դուրս եկած ցանկացած կասկածելի անձնավորության։ Ջիմի Մարկումը մեր աչքի առաջ ֆիլմի ընթացքում անցում է կատարում խորագույն սգից, ողբից կարելի ասել, դեպի անսահման անծայրածիր ցասում ու դաժանություն, ինչը բավականին վատ է անդրադառնում նրա եւ իր շրջապատի վրա։ Ֆիլմի սյուժեի մասին կարծում եմ շատ մանրամասներ չարժի ասել, որովհետեւ դե պարզ է արդեն այնտեղ ինչ գաղտնիքներ են բացահայտվելու անցյալից, ինչ նոր մարդիկ են գալու, ինչեր են ասելու մեկը մյուսի մասին, ով ինչ կասկածներ է ունենալու մյուսների նկատմամբ, ոնց են մեղավորները կամ թվացial մեղավորները պաշտպանվելու, բայց ուղղակի ֆիլմի ավարտի մասին մի հատ շատ մի հիանալի տեսարան կա, որտեղ Կևին Բեյքոնի կերպարը երբ հարցնում է Ջիմի Մարկումին, թե վերջի անգամ երբ ես տեսել Դեյվ Բոյլին, ինքը այստեղ քայլում է դեպի ճանապարհի մեջտեղ ու նայում է ճանապարհի երկայնքով, ասում է վերջի անգամ տեսել եմ Դեյվ Բոյլին, երբ որ ինքը նստեց են մեքենան ու հեռացավ այս փողոցով, իսկ թե դա ինչ մեքենա էր ու ինչ տեղի ունեցավ, այդ կիմանաք, եթե նայեք ֆիլմը կամ միգուցե արդեն գիտեք։ Հաջորդ ֆիլմը, որը Շոն Պենին բերեց նրա երկրորդ Օսկարը, դա 2008 թվականի Գաս Վան Սենտի նկարած Milk ֆիլմն է։ Այստեղ նա մարմնավորում է գեյ ակտիվիստ Խարվի Միլկին, որի մարմնավորումը բավականին տպավորիչ է կարելի ասել։ Գաս Վան Սենտը մի ռեժիսոր է, մինչև այս ֆիլմը նկարահանել է, ուներ արդեն Պալմա, Կաննի փառատոն էր հաղթել Փիղը ֆիլմով 2003 թվականին։ Ֆիլմում կան բազմաթիվ հայտնի դերասաններ, Ջեյմս Ֆրանկո, Ջոշ Բրոլին, Էմիլ Խիրշ։ Մինչև Շոն Պենի մարմնավորած կերպարի մասին խոսալը պետք է նշել, որ ֆիլմը օպերատորական տեսանկյունից շատ հետաքրքիր է, շատ հետաքրքիր կադրային անցումներ կան, ֆիլմը բավականին դինամիկ է, բավականին սինեմատիկ ֆիլմ է կարելի ասել։ Նաև պետք է նշել Ջոշ Բրոլինի մարմնավորած կերպարը, ով այս ֆիլմի համար ունի իր Օսկարի միակ նոմինացիան, չնայած նրա բազմաթիվ լավ հիանալի, այսպես շեդևրներում մարմնավորած կերպարներին, օրինակ No Country for Old Men-ը կամ իմ շատ սիրելի True Grit-ը, որը նկարահանել են Կոեն եղբայրները։ Ֆիլմը պատմում է գեյ ակտիվիստ Խարվի Միլկի մասին, ով իր քաղաքական կարիերայի ընթացքում պաշտպանում է գեյերի իրավունքները ու Սան Ֆրանցիսկոյի առաջին, այսպես ասած, openly gay պաշտոնյան է եղել։ Ֆիլմում որպես սյուժե այդպեսին շատ չկա, ուղղակի իրադարձություններ են, ինչը բերում է նրա կյանքի տարբեր իրավիճակների, նրա անձնական, գործնական եւ հասարակական գործունեության բախումների ու դրանց համակարգման դժվարություններին։ Ուղղակի մի այսպես կարճ նկարագրեմ, ֆիլմը պատմում է Խարվի Միլկի մասին, ով իր ապրած 40 տարիների կյանքը պահի տակ որոշում է, որ անիմաստ է ու տեղափոխվում է Սան Ֆրանցիսկո ու որոշում է զբաղվել քաղաքականությամբ։ Ֆիլմի ընթացքում Խարվի Միլկի կերպարի մեջ դու կարողանում ես տեսնել այդ դեռահասներին բնորոշ աշխուժությունն ու առանց դարդի կյանքը, այսպես կարելի ասել, իսկ ֆիլմի ավարտին արդեն հասուն մարդկանց բնորոշ խորիմաստությունը։ Խարվի Միլկը, այսինքն Շոն Պենի մարմնավորած Խարվի Միլկը ունի իր մեջ լիդերին բնորոշ բոլոր հատկանիշները, նա համառ է, ամեն գնով փորձում է հասնել իր նպատակներին եւ հենց այդ համառությունն է, որ ֆիլմի ավարտին տանում է դեպի այն, ինչը կտեսնեք, եթե նայեք ֆիլմը։ Եվ վերջապես 2025 թվականի սեպտեմբերին դուրս եկած Պոլ Թոմաս Անդերսոնի գլուխգործոցը իմ սուբյեկտիվ կարծիքով մարտի ետևից One Battle After Another, որտեղ Շոն Պենը մարմնավորում է դաժան գնդապետ Ստիվեն Լոքջոուի կերպարին։ Այստեղ ֆիլմում աստղաբույլ է ուղղակի, ինչպես ես շատ հաճախ եմ ասում, Լեոնարդո Դիկապրիո, Տիանա Թեյլոր, Բենիսիո Դել Տորո, բոլորը Օսկարի նոմինանտ։ Ֆիլմում կան նաև այնտեղ Chase Infinity, Ռեջինա Հոլ, շատ հիանալի դերասաններ։ Ֆիլմը պատմում է հեղափոխական Ռոբերտ Ֆերգյուսոնի մասին, ում մարմնավորում է Դիկապրիոն, ով 16 տարի անց վերամիավորվում է իր հեղափոխական ընկերների գոլեգաների հետ, որ փրկեն իր աղջկան կրկին ջրի երես դուրս եկած վտանգից, իսկ այդ վտանգը Շոն Պենի մարմնավորած Ստիվեն Լոքջոունը։ Գնդապետը իր հերթին որսի է դուրս գալիս Դիկապրիոյի, Բոբ Ֆերգյուսոնի ու նրա գործընկերների վրա։ Այս կերպարը բավականին հիշվող է կոմեդի, այսպես կատակերգական տարրերի ու անսահման դաժանության ու պրագմատիզմի համադրման պատճառով, ինչը շատ քրիտիկներ նշում են, որ դեռ երկար տարիներ այս կերպարը կստիպի ֆիլմ նայողներին հիշել այս կերպարին։ Այս ֆիլմի մասին մենք բավականին խորը քննարկում ենք իրականացնում մեր երկանկյունի երկրորդ թողարկման ժամանակ։ Կարող եք գնալ ու նայել
նայել այդ ֆիլմը ու ավելի մանրամասն մեր վերլուծությունը նայելու համար, իսկ դրանից հետո կամ միաժամանակ կարող եք բաժանորդագրվել երկանկյունին։